Այս ռեպրեսիաները շարունակվելու են, այս հետապնդումները շարունակվելու են, որովհետև Նիկոլ Փաշինյանի նպատակը նացիստական ռեժիմ հաստատելն է։ Որևէ հաշվարկով Բարգավաճ Հայաստանը չէր անցնում։ Պարզ թվաբանությամբ ակնհայտ էր դառնում, որ Բարգավաճ Հայաստանի չանցնելը ազդեցություն է ունեցել ընդհանուր պատկերի վրա։ Ուր հայելիների երկրում ենք սկսել ապրել, երբ թիվ 1 գործակալն ու դավաճանը ամենաբարձրն է գոռում, բռնեք գործակալներին եւ դավաճաններին։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Տիկին Մանուկյան, կարծես արդեն մի օրը, գնալով այսպես կրկնվող գործընթացներ, օրը մեկը մեկին նման, առավոտ արթնանում ենք եւ տեսնում ենք ինչ որ միտեղ իրավապահները մտել, գործընթացներ են կատարում։ Այսօր Գագիկ Ծառուկյանի բնակարան են մտել, այնտեղ խոզարկություններ հենց այս պահին ընթանում նրան պատկանող գործարաններում, խաղատներում, հիմքը փողերի լվացումն է եւ հարկերից խուսափումը։ Սրան որպես գնահատական ինչ կարող եք ասել, ինչու հենց այս փուլում ՍԴ որոշման հետ փոխկապակցված է թե ոչ։ Այո, ես չեմ դադարում կրկնել, որ Նիկոլական Հայաստանում առավոտները սկսել են իրար նմանվել ու այն հայտնի ֆիլմի սցենարի նման ամեն առավոտ, ամեն օրը կրկնվում է եւ չկա այդպիսի օր, որ մենք չարթնանանք եւ այո, որևէ մեկի տուն մտած չլինեն, չխուզարկեն, չկալանավորած չլինեն, չձերբակալեն կամ ապօրինի քրեական հետապնդում չիրականացնեն։ Եվ այստեղ բոլորովին էլ նշանակություն չունի, թե ինչ գործի հիմքերով կամ ինչ նյութ կա այդ ամենի տակ, որովհետև գոյություն ունի ընդամենը մեկ հրահանգ, Նիկոլ Փաշինյանի իջեցրած հրահանգը, որը նպատակ ունի հետընտրական Հայաստանում այսպես հերկել ամբողջ ընդդիմադիր դաշտը, ամայի մի տարածք ստեղծել, դիմադրության բոլոր օջախները վերացնել, որպիսի դրանից հետո շատ հեշտությամբ ինքը կարողանա իրականացնել վերևից իրեն իջեցված այդ հակահայկական, հակապետական ծրագրերը։ Դրա համար իրեն պետք են, որ բոլոր խոսող գլուխները պատկերավոր ասած մեկուսացված լինեն, ընդդիմության բոլոր լիդերները գլխատված լինեն, շարքերը փոշիացված, կազմաքանդված լինեն, դրանից հետո արդեն կամ դրան զուգահեռ նաև մենք շուտով ականատես կլինենք, որ հարձակումներ են իրականացվելու լրատվամիջոցների վրա, մենք արդեն տեսանք, որ Արմատ մեդիայի ստուդիա են մտել, այսօր էլ կարծես լրագրողներին կանչել էին հարցաքննության, 7 օրեմ լրատվավերլուծական կայքը 1 ամսից ավել է զրկված է բնականոն գործունեությունից, որովհետև Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի բնակարանում խոզարկություն իրականացնելու արդյունքում նաև այնտեղ որոշակի տեխնիկական միջոցներ էին առգրավել եւ մինչ օրս փաստացի մինչ օրս չեն վերադարձրել, մենք այս հարցը բարձրաձայնել ենք նաև մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ, իրենք խոստացան, որ այս հարցին էլ կանադառնան, բայց մինչ օրս որևէ տեղեկություն չկա եւ փաստորեն 7 օր AM-ը միայն գործունեություն է իրականացնում YouTube-յան եւ Facebook-յան հարթակներում։ Բնական է, որ այս ռեպրեսիաները շարունակվելու են, այս հետապնդումները շարունակվելու են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի նպատակը նացիստական ռեժիմ հաստատելն է։ Իսկ նացիստական ռեժիմը մի օրում չի հաստատվել, այսպես մանր քայլերով, բռնաճնշումներով, այսպես փոքր եւ վերջում արդեն մենք տեսել ենք, թե հիտլերյան Գերմանիայում ինչ եղավ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի նպատակը այդպես փոքրիկ Հիտլեր խաղալն է եւ այդ բռնաճնշումներով իր իշխանությունը ամրապնդելն է, որովհետեւ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ինքը ակնհայտ լեգիտիմության խնդիր ունի եւ այսպիսի բռնաճնշումներով պիտի ամրապնդի իր իշխանությունը։ Տիկին Մանուկյան, բայց ընդդիմադիր հիմնական դերակատարները գիտեին, չէ, այս սցենարին պետքա պատրաստ լինեն, ոչ թե այսպես, դիմեն ՍԴ կամ այլ գործընթացներ որոշեն մանդատ վերցնեն, թե ոչ, այլ հստակ գիտեն, որտեղ ողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շատ բաց ասում էր, ժողովուրդը նաև ինձ դրա համար է մանդատ տալիս, որ այսպես իրանից գողացվածը վերցնեմ։ Օրինակ խոսում էր, ասում էր, տեսեք, Ծառուկյանը նստելու է, Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, այսինքն բաց ողջ քարոզարշավի ընթացքում սրա մասին խոսում էր, այնպես չի, որ անակնկալ էր սա։ Անակնկալ չէր, բայց խոսելը մի բան է, իրականացնել կարողանալը մի բան է, որովհետև ես ամեն դեպքում շարունակում եմ մնալ որպես մարտնչող լավատես եւ ուզում եմ հավատալ, որ այդուհանդերձ ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանություն փոխել։
եկեք ընդունենք, որ այո, եղան մարդիկ, ովքեր միևնույն է շարունակում են հավատալ այս ստախոսներին եւ իրենց քվեն գնացին եւ տվեցին։ Բայց եթե այդ մարդկանց քանակը քիչ լիներ, որքան էլ իրենք ընտրակեղծիքները իրականացնեին, որքան էլ այս վարչական ռեսուրսը, սպառնալիքները, վախի մթնոլորտը տարածեին, միևնույն է իրենց նպատակին չէին կարողանալու հասնել։ Այսինքն այդուհանդերձ որոշիչը ժողովուրդն է եւ ժողովուրդը կարող է որոշել թե ինչ իշխանություն է ունենալ։ Այլ հարց է, որ այո, ժողովրդի իշխանության հետ համաձայն է։ Ոչ, ժողովուրդը այդպիսի բան չի որոշել, եթե այդ ընտրակեղծիքները, վախի մթնոլորտը, վարչական ռեսուրսները, այն շատ տարօրինակ 100,000 ավել ձայները, թե որտեղից են իրենք հայտնվել, դա էլ հետագայում պարզելու խնդիր է, այդ ամեն ինչը եթե մի կողմ ենք դնում, ապա առնվազն, ես չեմ ասում նույնիսկ տարբերություն է, հա, ընդդիմությունը ավելի շատ է ստացել, քան իշխանությունը, բայց առնվազն հավասար ձայներով են իրենք գնացել առաջ։ Եվ նույնիսկ սոցիոլոգիական հարցումներն էին դրա մասին վկայում, մենք էլ մեր ներքին հարցումները ունեինք եւ մենք մեզ խաբելու որևէ մտադրություն չունենք բնականաբար, այդ հարցումներն էլ ցույց էին տալիս, որ իշխանությունը եւ ընդդիմությունը գրեթե հավասար են գնում եւ արդեն վերջին շրջանում ընդդիմությունը շատ ավելի առաջ էր գնում, շատ ավելի շատ ձայներ էր սկսում հավաքելը, շատ ավելի մեծ թափով էր գնում, իսկ իշխանությունը արդեն դեպի ներքև էր իջնում։ Դրա հենց այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր բռնաճնշումները եւ ես պատահական չեմ համարում, որ քվեարկությունից ընդամենը 2 շաբաթ առաջ կալանավորելու հրահանգ տվեց Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին այդ ապօրինի աննորմալ շատ ստոր այդպիսի մի հոդվածով, որը իր տակ որևէ բան չի պարունակում եւ փաստաբանը ինքն է նշում, որ նախ այնտեղ այդ քրեական գործում պետական դավաճանության մասին խոսք անգամ գոյություն չունի, թեև Նիկոլ Փաշինյանը իր բոլոր ելույթներում ասում է, որ Անդրանիկ Թևանյանը չկրկնե մեղադրում է, հա, այդ ապուշության մեջ, մյուս բարձրաստիճան պաշտոնյաները թելում են նույն այդ թելը, բայց քրեական գործում պետական դավաճանության մաս ընդհանրապես չկա։ Եվ փաստաբանը ինքն է ասում, որ եթե այդ գաղտնիության այդ գրիֆը հանեն եւ հնարավորություն լինի որոշակի առումով հանրությանը ներկայացնել, թե խոսքը ինչի մասին է, անգամ նյութ չկա, ընդհանրապես քրեական գործում նույնիսկ նյութ չկա, որի հիման վրա հնարավոր էր ոչ միայն այսպիսի քրեական գործ հարուցել, այլ ընդհանրապես կալանավորել։ Ասում էր, որ բացի Անդրանիկ Թևանյանից էլի շատ գործակալներ կան, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, որոնք գործակալական ցանց կար, որոնք առաջիկայում պետք է բացահայտվեն, ուղղակի իրավապահները սպասում են այդ հիմքերը տեսնեն, որտեղ է տանում, դրա համար չեն շտապում։ Այն ինչ բացահայտումների մասին էր խոսքը, ովքեր են գործակալները։ Ծուռ հայելիների երկրում ենք սկսել ապրել, երբ թիվ 1 գործակալն ու դավաճանը ամենաբարձրն է գոռում, բռնեք գործակալներին եւ դավաճաններին, ու բնական է, որ իրենց ռեպրեսիաները որոշակիորեն արդարացնելու համար եւ նաեւ դրսի միջազգային կառույցներին ցույց տալու համար ինքը պետք է այսպես աղաղակի, հարայ հրոց դնի, որ տեսեք, մեր երկրում հիբրիդային պատերազմ է իրականացվում, այստեղ լրտեսները վխտում են ու Ռուսաստանին էլ փաստորեն հայտարարել է թշնամի։ Իրականությունը բոլորովին հակառակն է, մենք գիտենք թե գործակալներն ովքեր են եւ իշխանափոխությունից հետո այո քաղաքական հերձումը այդ ամեն ինչը ցույց կտա, թե ով էր գործակալը, ով էր դավաճանը եւ ընդհանրապես ինչ պայմաններում այդ գործակալական ցանցը բերվեց եւ դրվեց իշխանության ղեկին։ Ինչ վերաբերում է դուք ասում եք պարզեր թե ինչ էր տեղի ունենալու, ինքը բացահայտ հայտարարել էր եւ այլն, նույնը նաեւ Սահմանադրական դատարանի այս որոշման մասին էին ասում։ Դե հենց դա է Տիկին Մանուկյան, այդ թվում նաեւ Բարգավաճ Հայաստանը, որի ցուցակով դուք մասնակցում եք, ընդդիմադիրները դիմեցին Սահմանադրական դատարան, շատ լավ իրենք էլ իմանալով թե ինչ պետք է սպասեն, հա, ու ստացվում է սա այսպես ոչինչ չտվող, ինչ որ ընդամենը ժամանակ ձգող գործընթաց էր, կամ եթե դիմում էին ՍԴ, գոնե պետք է այսպես անրային աղմուկ բարձրացվել, փողոց գեներացնել, որ որոշակի ազդեցություն ունեցեր։ Հիմա ոչ դա արվեց, ոչ էլ նա։ Ինչ տվեց ՍԴ դիմելը, բացի նրանից, որ ինչպես նաև քաղաքական այսպես քաղաքագետները, վերլուծաբաններն են ասում, եւս մեկ անգամ ընտրության արդյունքները լեգիտիմացնելը։ Ինչ տվեց։ Ես ես համաձայն եմ, որ փողոց այո պիտի գեներացվեր եւ ոչ միայն պետք է գեներացվեր հետընտրական շրջանում, այլ նախընտրական շրջանում կամ առնվազն
ընտրությունների քվեարկության գիշերը, երբ որ Նիկոլ Փաշինյանը կանգնեց եւ ապօրինաբար հայտարարեց, երբ ձայների հաշվարկը դեռ ավարտված չէր, ասաց, որ ինքը միանձնյա ստանձնում է իշխանությունը եւ արդեն պաշտոններ էր մեջ-անում։ Այդ ժամանակ առնվազն այո, փողոցը պիտի գեներացվեր, բայց դրանից առաջ էլ պետք է փողոցը ակտիվ լիներ, որպիսի հնարավորություն չտար իշխանություններին անգամ մտքի ծայրով անցկացնել, որ այդ կեղծիքները իրենք իրականացնեն։ Հետո գիտեք, Մարկ Թվենի գրող այսպիսի հայտնի խոսքա չի, ասում է իմ մահվան մասին խոսակցությունները, լուրերը չափազանցված են։ Հիմա վերափոխելով կարող ենք ասել, որ նիկոլական Հայաստանում արդարադատության մահվան մասին լուրերը բացարձակ չափազանցված չեն, որովհետև հիմա հերթով գամ դա էլ կասեմ։ Հունիսի 7-ին տեղի ունեցավ արդարության, արդարադատության, ժողովրդավարության, սահմանադրության սպանությունը, այն էլ շատ կոպիտ եւ բիրտ ձևերով առանձնակի ծանր հանգամանքներում, իսկ արդեն հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի կողմից այդ արդարության, արդարադատության, ժողովրդավարության, սահմանադրականության հուղարկավորությունը տեղի ունեցավ։ Այսինքն այն մարմինը, ով ի պաշտոնե կոչված է պաշտպանելու երկրում սահմանադրականությունը, ինքը դեմ գնաց սահմանադրությանը եւ փաստորեն սահմանադրական դատարանը հուղարկավորեց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Սահմանադրական դատարանը թաղեց սահմանադրությունը եւ միացավ մինչ այդ ԿՊԱ-կաների կողմից իրականացրած ձայնագողությանը, դառավ հանցակից եւ ինքն էլ դարձավ ձայնագող։ Այսպիսի արդյունք ակնկալվում էր, բնականաբար ակնկալվում էր, որովհետև միամիտ չլինենք, մենք էլ գիտեինք, թե այնտեղ ովքեր են նստած, այդ կադրերը, այդ աթոռներին հենց այսօրվա համար են նստածվել։ Ասենք Սեդա Սաֆարյանից ինչ կարելի էր ուրիշ սպասել, կամ այնտեղ բոլորը այսպես փոքրիկ Նիկոլներ էին նստած, ոչինչով չէին տարբերվում, եւ Նիկոլ Փաշինյանը ինչ հրահանգ իջեցներ, բնականաբար իրենք դա էլ պիտի կատարեն։ Բայց ինչ ուներ անելու ընդդիմությունը, այլ տարբերակ էլ չուներ, որովհետև եթե ընդդիմությունը չդիմեր սահմանադրական դատարան, հաջորդ խոսքի ժամանակ, երբ որ ասեին, որ ընտրությունները կեղծվել են, այս ԿՊԱ-կաները արդեն անցնելու էին իրենց սիրելի մանիպուլյացիայի դաշտ եւ ասելու էին, բա եթե դուք ասում եք, որ ընտրությունները կեղծվել են, բա դիմեք սահմանադրական դատարան, եթե չեք դիմել, ուրեմն իրավապատներին չենք վստահում, այդ թվում սահմանադրական դատարանի դրա համար չենք դիմում։ Համենայն դեպս սահմանադրական դատարանի ուղիղ եթերներին հետևող բոլոր քաղաքացիները համոզվեցին, որ ընտրությունները տեղի ունեցել խայտառակ խախտումներով, որովհետև ի պատիվ փաստաբանների շատ մանրամասն, մանրակրկիտ եւ պրոֆեսիոնալ ձևով այդ բոլոր խախտումները ներկայացվեցին, այսպես ասած պատմության համար արձանագրվեցին, բոլորի համար ակնհայտ դարձան եւ առնվազն Բարգավաճ Հայաստանի առումով սահմանադրական դատարանը հնարավորություն ուներ գոնե փրկելու իր դեմքը կամ այսպես գոլորշին բաց թողնելու համար, այս լարվածությունը վերացնելու համար վերականգներ արդարությունը եւ Բարգավաճ Հայաստանի այդ փոշիացված ձայները վերականգներ, որովհետեւ պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք մի իրավիճակ, որ պարզ թվաբանությամբ հնարավոր է ապացուցել, որ ընտրակեղծիքները ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Մինչ այդ սահմանադրական դատարանները նախկինում կայացրած այդ որոշումները, որ իրենք հրապարակում էին, այո, ասում էին եղել են կեղծիքներ եւ իրոք եղել են կեղծիքներ, բայց դրանք որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, որ պարզ թվաբանությամբ ակնհայտ էր դառնում, որ Բարգավաճ Հայաստանի չանցնելը ազդեցություն է ունեցել ընդհանուր պատկերի վրա, իսկ Բարգավաճ Հայաստանը չի անցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամայական որոշմամբ, այսինքն Բարգավաճ Հայաստանը անցնում է կենտրոնական հանձնաժողովը թե ՍԴ-ից ասում էին, որ որևէ հաշվարկով իրենք են այդպես պնդում, որևէ հաշվարկով Բարգավաճ Հայաստանը չէր անցնում։ Իրենք սուտ են խոսում, սուտը իրենց համար շատ սովորական երևույթ է, առանց ամաչելու, նույնիսկ արդարադատության նախարարն առանց ամաչելու կանգնեց եւ բարձր դատարանի առաջ սուտ խոսեց նույն Անդրանիկ Թևանյանի գործի հետ կապված, շատ լավ իմանալով, որ առաջինը դրա մասին բարձրաձայնել է հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը եւ ուղիղ հրահանգ է իջեցրել, թե ինչ հոդվածով պետք է կալանավորվի Նիկոլ Փաշինյանը, ինքը բարձր դատարանի առաջ կանգնեց եւ հայտարարեց, որ գիտեք, կարծում եմ հրապարակումները ավելի շուտ էին եղել, քան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Այսինքն այս մարդիկ չեն խորշում սուտ խոսելու հարցում։ Բնականաբար սուտ են խոսում, որովհետեւ
մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը Բարգավաճ Հայաստանը անցնում էր, հետո տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, դրանից հետո Բարգավաճ Հայաստանը չանցավ, այսինքն անցնում էր որոշում, չանցավ։ Շատ պարզ մեխանիկայի եւ շատ հստակ է երևում, թե ինչպես է դա ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Հետո սա նաեւ աննախադեպ էր այն տարբերակի դեպքում, որ իշխանություններն իրենք էլ են ասում, որ տեղ են ունեցել կեղծիքներ։ Մինչ այժմ որևէ իշխանություն չի ասել, որ ընտրությունները կեղծիքներով են անցել։ Ասում են ընդդիմության 500,000 ձայները ընտրակաշառքով են ստացվել։ Բայց ասում են դա ընտրության արդյունքների վրա այդպես ազդեցություն չի։ Այդ արդեն Սահմանադրական դատարանում էին ասում, որովհետև իրենք հասկացան, որ եթե շարունակեն պնդել նույն այդ իրենց հիմարությունը, արդեն էլ ուրիշ տարբերակ չեն ունենա, արդեն պետք է ընդունեն, որ ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։ Երբ որ այդ հարցոնակ իրենց են ուղում, իրենք ինչ էին ասում էին, որ նույն կերպել ընդդիմադիրներն էին, հա, ասում, որ ընտրությունները կեղծված են, ձայները կողացված, բայց միևնույն ժամանակ ՍԴ-ի որոշումը դեռ չեղած, իրենց ներսում մանդատ վերցնել չվերցնելն են քննարկում, դեռ ՍԴ-ի որոշումը չեղած, իրենք էլ այդպես։ Ես անկեղծ ասած ներսի քննարկումներին չեմ տիրապետում, չգիտեմ ներսում ինչ են քննարկել, մանդատներ վերցնել չվերցնելու հարցով ես ավելի շատ կարևորում եմ, որ գնահատականը տա ժողովուրդը։ Արդյոք իրեն բավարարեց այն բացատրությունը, որ պատրաստվում են վերցնել մանդատները եւ իշխանափոխության հասնելու ճանապարհային քարտեզը, որովհետեւ ժողովուրդը ընդդիմությանը ձայն է տվել իշխանափոխության հասնելու համար։ Ես մեր կողմից միայն կարող եմ ավելացնել, որ մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ ազատվենք այս թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանություններից։ Մի գաղտնիք էլ ձեզ համար բացահայտեմ, որ մինչև ընտրությունները Անդրանիկ Թևանյանը ամեն ինչ արել է, որպեսզի այդ միավորումը տեղի ունենա եւ ընդդիմությունը մեկ միասնական ճակատով գնա ընտրություններին։ Ոչ մեր մեղքով, հիմա ես չեմ ցանկանում բացահայտել, բայց ոչ մեր մեղքով այդ միավորումը տեղի չունեցավ, այդ պատճառով է անցել այդ փլուկուցը հիմա ասեք անուններ չեմ ուզում ասել, որովհետեւ արդեն անիմաստ է դրա մասին խոսելը, որտեղ ունեցանք այնինչ ունեցանք, հիմա որևէ բան էլ հնարավոր չի փոխել, բայց մենք միևնույն է շարունակում ենք միասնականության, միավորման կողմնակիցը լինել ու գոնե հետընտրական շրջանում կարծես թե ինչ որ սաղմեր նկատվում են, մնում է որ Կարապետյանը ինչ որ հայտարարություն արեց, բայց այդպես էլ կարծես անցավ։ Մնում է որ այդ հայտարարությունները օդում չմնան, գործնական քայլերի վերածվեն եւ գրագետ քայլերով հասցվեն մինչեւ ավարտին, մինչեւ արդյունքի։ Թե ինչի շուրջ պետք է համախմբվել։ Միայն ասեց հարցազրույցի ժամանակ եկեք համախմբվենք եւ հուսով եմ, որ այդ օրակարգը կառաջադրվի եւ ես կրկնում եմ, որ առնվազն Մայր Հայաստանը իր ուժերի ներածին չափով պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի նպաստի այդ միավորմանը եւ ես նաեւ կարեւորում եմ, որ մի ընդհանուր, այսպես հասարակական կազմակերպություն կլինի, խորհուրդ կլինի, մի այդպիսի բան էլ ձևավորվի, որտեղ կլինեն տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, անհատներ, թեկուզ կուսակցության անդամներ, որոնք կզբաղվեն կոնկրետ օրինակ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ, որովհետև օրինակ այդ հարցը ես տեսնում եմ, որ կարող է միավորել ընդդիմադիր դաշտին, որովհետև որ ասում են մի տնից չենք, բայց մի հալի ենք եւ մի նավի մեջ ենք ու այստեղ չի կարող լինել իմ եւ քո քաղբանտարկյալ։ Եւ առնվազն այս հարցում մենք կարող ենք համագործակցության ընդհանուր եզր գտնել։ Եվ դրա օրինակը մենք ինքներս կրկին ցույց տվեցինք։ Հիշում եք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ժամանակ Մայր Հայաստանը եւ ՀԱԿ միավորումը միասին ակցիային նախաձեռնել, մասնակցում էին նաեւ Հանրապետական կուսակցությունը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մի շարք անհատներ եւ բավականին տպավորիչ ակցիա իրականացրեցինք եւ կարծում եմ նաեւ այդ ակցիայի հետևանքներ, որ Նիկոլ Փաշինյանը կատաղել էր, երևի Ուրսուլան էլ այնտեղ ձմերուկներ էր դրել Նիկոլ Փաշինյանի թևերի տակ եւ ռեպրեսիաների համար կանաչ լույս էր վառել, որ 2 օր անց, այդ ակցիայից ընդամենը 1 օր անց իրենք մտան Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանենց բնակարան, այնտեղ խուզարկություն իրականացրեցին եւ հրավիրեցին հարցաքննության։ Նաեւ տեղեկացնեմ, որ այդ այցից ընդամենը 2 օր առաջ էր, որ Երվանդ Բոզոյանը իր հարցազրույցում շատ սուր քննադատության էր ենթարկել կոնկրետ Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ Եվրամիության մի շարք բարձրաստիճան չինովնիկներին ու կարծում եմ, որ այդ հարցաքննության հրահանգը նաեւ դրա հետևանքն էր։ Տիկին Մանուկյան, երկու ուժերը, հա, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը արդեն հստակեցրել են, որ մանդատները վերցնում են։ Այն դեպքում, երբ որ Բարգավաճը այս կերպով դուրս մնաց, հա, խորհրդարանը
Նույնիսկ դուք էլ ձեր խոսքում նշեցիք գողացված ձայների մասին։ Այս որոշումը ինչպես եք վերաբերվում, չեք կարծում, որ ինչ որտեղ պետք է գոնե սա հաշվի առնելով այսպես կոնսոլիդացիա ձևավորել գոնե այս առումով։ Կոնսոլիդացիա ինչ առումով։ Գոնե այն պարագայում, երբ որ բարգավաճի մանդատները, այսպես ասած, խլվեցին։ Նկատի ունեք մանդատները չվերցնեին, այդ առումով կոնսոլիդացիա։ Աջակցությունի, այսպես համերաշխություն գոնե։ Նայեք, ես միջ այս որոշումն էլ միշտ ասել եմ, որ շատ պարզ իրենք ժողովրդին պետք է բացատրեն։ Մանդատները վերցնում են, ինչ են անում, չեն վերցնում, ինչ են անում։ Այսինքն քայլերի հաջորդականությունը եւ ինչ ծրագրով են իրենք հասնելու վերջնական արդյունքի։ Իսկ վերջնական արդյունքը իշխանափոխությունն է։ Ես իմ խոսքում արդեն կրկնեցի, որ գնահատականը առաջին հերթին պիտի տա ժողովուրդը։ Արդյոք իրեն բավարարեց այդ բացատրությունը մանդատները վերցնելու եւ հնչեցված ճանապարհային քարտեզը, թե ոչ։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն ինչ անենք, որպիսի հասնենք վերջնական նպատակին եւ ի վերջո ազատվենք այս իշխանություններից։ Այլ բան ես չեմ կարող ասել։ Մնացածը արդեն իրենք են հաշվետու իրենց ընտրողների եւ ժողովրդի առաջ, բայց մի բան ակնհայտ է, որ մտնում են խորհրդարան, թե չեն մտնում, փողոցային պայքարը պետք է անպայման զուգորդի։ Ներկայացուցիչները անդադ համեմատական են տանում, ընդդիմադիրներն ասում են եկեք ձեզ դաստիարակելու ենք, եկեք բոքսի տանձիկ ենք դարձնելու։ Այդպես այլանդակ ձևակերպումներ են անում եւ ավականու վերջին նիստի ժամանակ էլ փորձեցին այսպես ինչ որ թատրոն խաղալ, հա, մոտավորապես թե ցույց տալ ինչ կարող են իրենք անել ազգային ժողովում։ Իհարկե դա իրենց չհաջողվեց, որովհետև ի պատիվ Մայր Հայաստանի ավականու անդամների իրենք կարողացան պատվով դուրս գալ եւ գլուխը բարձր այդ ամեն ինչը հաղթահարել, չնայած որ իրենք այսպես բորենիների նման փորձում էին 40 հոգով հարձակվել մի հոգու, բայց այդուհանդերձ իրենց չի հաջողվել այնտեղ մեր կամքը կոտրել կամ դրանից հետո Մայր Հայաստանը ինչ որ կերպով կարող է վախենալ, հետ քաշվել կամ այլ այսպես գործունեություն ծավալել, հա, ինչ որ բան չի փոխվել ամեն դեպքում մեր քայլերի մեջ, էլ ավելի ակտիվ ենք լինելու, էլ ավելի համառ ենք լինելու, էլ ավելի վճռական ենք լինելու ու ամեն ինչ անելու ենք միավորված, կուռ ուժերի այն ամենագեր լարումով, որպիսի նախ հասնենք այս իշխանությունների հեռացմանը եւ երկրորդ ամեն ինչ անելու ենք, որպիսի մեր ուժի ղեկավարը Անդրանիկ Թևանյանը օր առաջ հայտնվի ազատության մեջ ու ես ազատություն եմ մաղթում Անդրանիկ Թևանյանին, ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին։ Տիկին Մանուկյան, վերջին հարցը այդ հայտարարության վերաբերյալ մանդատների ինչ է նշում, ասում են գնում ենք խորհրդարան, կարծես երկու ուժերն էլ այդ էին, հա, դիտարկում impeachment-ի այսպես հետ կապված, ասում են, որպեսզի մեր ձայներն էլ բավարար լինի, որ պահը գա, հա, կարողանանք անվստահություն հայտնել, այն դեպքում ուժեղ Հայաստանի հայտարարությունից այդպես էր դիտարկվում, այս պարագայում ՔՊ-ից կարծես մոտ տասնյակ պատգամավոր պետք է, հա, անցնի մյուս կողմ, որ կարողանան այդ գործընթացը ավարտին հասնել, սա ոնց եք պատկերացնում։ Իրավիճակից է կախված։ Երբ որ այն այս պայմաններում, երբ որ իրենց դիրքերը հիմա ավելի ուժեղ են հատկապես ընտրություններից հետո։ Իրավիճակից է կախված։ Եթե իրավիճակը լինի այնպիսի հեղափոխական գերլարված, ապա շատ հեշտ կլինի այդ ձայները ստանալը։ Եթե այդ իրավիճակը չկա, այդ մթնոլորտը չկա, մի հոգի էլ չի միանա, ինչպես որ նախկինում մենք փաստացի ականատես եղանք։ Այս պահին այդպես չէ, դրա համար եմ ասում, որ խորհրդարանական գործունեությունը պարտադիր պիտի առնվազն զուգորդվի փողոցային պայքարի հետ։ Թե երբ դա կլինի, ոնց կլինի, ինչ կլինի, ես հիմա չեմ կարող ասել ցավոք սրտի, որովհետև այո, ճիշտ եք ասում, առաջիկայում համենայն դեպս կոնտուրները չեն նշмарվում, բայց ես նաև տեսել եմ ընդդիմադիր առաջատար ուժերի հայտարարությունները, իրենց պատրաստակամությունը, որոշակի ծրագրեր են ներկայացրել, կրկնում եմ, մնում է սպասել տեսնել, որ իրենք այդ ծրագրին կարողանան գրագետ քայլերով հասնել, բայց նաև մի բան կարող եմ ասել, որպես նախկին падգամավոր եւ այնտեղ ներսում գտնված անձնավորություն, ես իրենց չեմ նախանձում, անկեղծ եմ ասում, մանդատներ վերցնողներին չեմ նախանձում, որովհետեւ այնտեղ շատ զզվելի մթնոլորտ է, իրենք գործ են ունենալու մարդկանց հետ, ովքեր չունեն որևէ կարմիր գիծ, որևէ սրբություն, բարոյական որևէ նշույլ, իրենք պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով ու սա խոսքը միայն տղամարդկանց մասին չէ, իրենց կանայքել են
այդ նույն տրամադրությունների, նույնիսկ դաստիարակություն լեզուս չի պատտվում ասել, հա, այդ նույն դաստիարակության մեջ, որովհետև դառնվազն խոսում է դաստիարակության բացակայության մասին։ Շատ բաներ տեսախցիկից այս կողմել չի երևում, բայց ներսում գտնվողները ինձ կհասկանան ես ինչ նկատի ունեմ։ Իրոք տհաճ է նույնիսկ մեկ դահլիճում նրանց հետ գտնվելը։ Դե գուցե ուժեղ Հայաստանի համար սա նորություն լինի, բայց մյուս խմբակցության համար իրենք արդեն փորձված են իհարկե, բայց այդուհանդերձ շատ դժվար է գործ ունենալ մարդկանց հետ, ովքեր բարոյական որևէ նորմ չունեն, որևէ սրբություն չունեն, որևէ կարմիր դից չունեն։ Գուցե իրենք տարբերակ ընտրեն, որ օրինակ կարող են գնալ, գրանցվել եւ դուրս գալ կամ մասնակցել քվեարկություններին եւ կրկին դահլիճից դուրս գալ, այսինքն որևէ պոլեմիկայի մեջ չմտնեն, որևէ քննարկման մեջ չմտնեն, որպեսզի այդ կոնֆլիկտային իրավիճակներն էլ չստեղծվեն, այդ ծեծ ու ջարդի տեսարաններին էլ մենք ականատես չլինենք, որովհետեւ հայտարարություններից նաեւ այսպես էր հասկացվում, որ խնդիրը X պահի համար մանդատը պահելն ու ունենալն է։ Գուցե այդ մարտավարությունը իրենք ընտրեն, գուցե այլ մարտավարություն ընտրեն, ես հիմա չեմ կարող ասել, շատ չի մնացել, կտեսնենք թե ինչ կլինի, ամեն դեպքում ես կրկնում եմ, որ ես իրենց չեմ նախանձում, բայց այն, որ չպետք է հանձնվել, այն, որ սա ամենևին էլ վերջը չէ, եւ ամեն ինչ պիտի անել, որպեսզի օր առաջ մենք ազատվենք այս իշխանություններից, դա միանշանակ է։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին եւ իր նպատակը Հայաստանի պետականությունը քանդելն է դրսի հրահանգով։ Հետևաբար այդ սկզբունքից, այդ տրամաբանությունից ելնելով էլ մենք պետք է շատ համառ ձևով գնանք միջև վերջ եւ փրկենք մեր պետականությունը։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, Տիկին Մանուկյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգ Նազմանուկյանին։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։